Գուցե դուք կկարողանաք ասել ինչու է այնպես ստացվել, որ սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներն են առաջնագից տարվել հիմնականում պարոն Ասատրյան։ Ես չեմ կարծում, որ իրավիճակը այդպիսին է, մեր բոլոր ընտանիքների զավակներն էլ այսօր իրենց պարտքի կատարում են իրենց հայրենիքի հանդեպ եւ ես կարծում եմ, որ դա ներկայացնում է մեր ամբողջ հասարակությունը։ Սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներ հենց առաջնագծում չեմ կարող երկրի վիճակն է արտացոլում, ասում աղքատների չեն կարողացել ուսում ստանալ, սովորել, ընդհանրապես քանի որ դուք էլ գիտեք, որ մեր երկրում աղքատության մակարդակը կազմում է 30% եւ ընդհանրապես միջին ընտանիքի միջին ասված ցուցանիշ կարելի է նաեւ նշել ներկայացված են ցանկացած տեղերում, թե կրթական համակարգում, թե սոցիալական, թե զինվորական ծառայության, այնպես որ ես կարծում եմ դա ընդհանրապես հասարակության սպեկտրն է։ Կնշեք մի պաշտոնյայի կամ մեծահարուստի անուն, ում երեխան այս պահին առաջնագծում կանգնած է։ Ես այդպիսի տեղեկատվություն չունեմ, որպեսզի ձեզ կոնկրետ անուններ նշեմ, բայց ես բազմաթիվ մեր նույն պետական պաշտոնյաների գիտեմ, որոնց զավակները այո այսօր ծառայում են Հայաստանի Հանրապետությունում։